Երբ պետք է սկսել հավելյալ սնուցումը եւ ինչ կլինի, եթե ժամանակին չսկսեն։ Որպես ուղենիշ պետք է ընտրել այն 4 նախապայմանները, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ։ Ես հիմա դրանք կթվարկեմ։ Առաջինը նա է, որ երեխան հետաքրքրություն է սկսում ցուցաբերել սննդի հանդեպ, այսինքն ձգվում է ուտելիքին, սեղանի մոտ ինչ որ հետաքրքրություն է սկսում ցուցաբերել։ Երկրորդ նախապայմանը այն է, որ երեխայի քաշը պետք է կրկնապատկված լինի ծնված օրվանից մինչև հավելյալը սկսելու պահը։ Երրորդը դա օգնությամբ նստելն է։ Սա շատ հաճախ մայրիկները շփոթում են ինքնուրույն նստելու հետ, բայց երեխան ինքնուրույն կարող է նստել մի փոքր ավելի ուշ։ Կարևորը որ ուղղակի օգնությամբ երեխան նստի։ Եվ չորրորդ նախապայմանը, որ երեխան իր գլուխը եւ վիզը կարողանա ուղիղ պահել, ինչը նաեւ իրենից ենթադրելու է, որ երեխան կարող է գլուխը թեքել, եթե չի ուզում, այսինքն հրաժարվում է այդ պահին ուտելուց։ Սա հիմնականում ի հայտ է գալիս 6 ամսեկանի, շրջանում, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, բայց այսինքն ցուցանիշները այս 4-ն են։ Շատ շուտ սկսելը ունի, ինչպես նաեւ ուշ սկսելը ունի իր հետևանքները, ուղղակի չէ, ընտրված այդ 4 ցուցանիշները եւ երեխայի տարիքը։